Ողջունում եմ բոլորին, ինչպես եք սիրելիներս։ Այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու։ Լինում են, չէ՞, դեպքեր, երբ տանը ոչինչ չկա ուտելու, բայց ուզում եք արագ համեղ ինչ-որ մի բան պատրաստել, սառնարանը բացում եք, այն ինչ գտնում եք ու պատրաստում եք, բայց արդյունքում կստացվի շատ համեղ ուտեստ։ Սոխ է, սովորական իմ սառեցրած սոխն է, որ միշտ սառնարանում ունենում եմ։ Եվ ունենք շամպինյոն սունկ, փոքրիկ տեսակի սունկ է, ինքը փոքրիկ սունկ եմ ընտրել, որպեսզի հենց այսպես երկար կտրատեմ, որ շատ չմանրացնեմ, որպեսզի տեսքն էլ գեղեցիկ մնա։ Հենց միանգամից լուսնաձև այսպես կտրատում ենք։ Սիրելիներ, հիմա ես կկտրատեմ, ընտրել եմ նաև բեկոնով ենք պատրաստելու, դուք կարող եք ընտրել ցանկացած տեսակի երշիկ, որը որ սիրում եք, բայց խորհուրդ եմ տալիս ծխեցված տեսակը օգտագործեք, որպեսզի շատ համեղ ստացվի, որովհետև այս բաղադրատոմսը հենց ծխեցված բեկոնով է, այնպես որ ձեզ առաջարկում եմ ընտրեք այդ տարբերակը։ Վերջ, կտրատեցինք, հիմա գնում ենք գազօջախի մոտ, զեյթունի ձեթով եմ պատրաստելու, բայց դուք ընտրեք ձեր սիրած տարբերակը։ Մի փոքրիկ ձեթ ենք լցնում, միացնում ենք գազօջախը, սունկը եւ սոխը հիմա պետք է մի քիչ թավալենք։ Թավալել նշանակում է, որ պետք է մի քիչ տապակենք, որպեսզի սունկը թուլանա։ Հետո ավելացնելու ենք նաև բեկոնը եւ շարունակելու ենք մի փոքրիկ նորից տապակել թավայի մեջ։ Մի փոքրիկ սխտորի փոշի ենք անում, կարող եք թարմ սոխ օգտագործել, խնդիր չկա։ Աղ եւ սև պղպեղ ենք անում, աղը մի քիչ զգուշ ենք լինում, որովհետև բեկոնը արդեն աղի է։ Լավ խառնում ենք, տապակում ենք, այ հիմա, երբ որ լավ էսպիսի տեսք ունի, ավելացնելու ենք սերուցք, խոհանոցային սերուցք է, ոչ քաղցր տեսակը։ Մոտավորապես 200 գրամ եմ օգտագործում սերուցքը, նշեմ, որ 150 գրամ բեկոնն էր և 250 գրամ էլ սունկն էր։ Մի լավ էսպես խառնում ենք, քանի որ իմ մոտ սերուցքը թանձր տեսակն է, ավելացնում եմ նաև 1 բաժակ ջուր։ Ջուրը իհարկե մի քիչ հարաբերական է, 300 մլ է, որովհետև հիմա անմիջապես մակարոնը դնելու եմ այս հեղուկի մեջ, որպեսզի առանձին ջրի մեջ չեփենք, ինքը եփվի համեմված մեր այս սերուցքային զանգվածի մեջ։ Շատ հիանալի ուտեստ է ստացվելու, որովհետև հիմա երեսը ծածկելու ենք առանց խառնելու, ինքը իր գոլորշու մեջ հենց թուլանա, մակարոնը ուզենա բացվի, շրջելու ենք այս տարբերակով։ Քանի որ մեր ընտանիքը սիրում է al dente վիճակը, al dente ենք սիրում ուտել, շատ չեմ էփելու, որպեսզի ցեխ չստացվի, շատ համեղ լինի։ Իդեպ ուտեստը սիրում է, որ հենց տեղում եփվում է ու տեղում ճաշակվում է, որովհետև հետո որ մնում է սերուցքով պատրաստվող ցանկացած ուտեստ, խորհուրդ չի տրվում, հենց պետք է տաք վիճակում համտեսել։ Հիմա կրակը կցածրացնենք, շրջելուց հետո նորից երեսը ծածկում ենք ու թողնում ենք, որպեսզի նորից եփվի։ Այ տեսնում եք, արդեն մակարոնը լավ թուլացել է, ինքը հանգիստ այս հեղուկի մեջ եփվելու է, թանձրանալու է, սերուցքը գիտեք շատ արագ թանձրացող հատկություն ունի, դեռ վերջում պետք է ցանենք մաղադանոս։ Մաղադանոսը նույնպես ես Սարցախցիկից եմ դուրս բերել, տանը չունեի թարմը, այսպես եմ օգտագործում, հարմար է, երբ որ ունենում ենք Սարցախցիկում, ամեն պահի, գիտեք, սառնարանում չենք ունենում թարմ մթերքը, գոնե սառեցրած ունենում ենք։ Տեսեք, հրաշք ուտեստ, համեղ, բուրմունքը դուք պետք է միայն զգաք, շատ յուրահատուկ համ ու հոտ ունի։ Հիմա ափսեի մեջ կմատուցենք ու կհամտեսենք։
մեկ մարդու համար սիրելիներ, այսքանը բավական է, որովհետև լավ կալորիա ունի այս ուտեստը, բավականին հագեցնող է։ Մի փոքրիկ ձեթ և մի փոքրիկ կանաչի ելք ավելացնենք մատուցվող ափսեի մեջ, որպեսզի գեղեցիկ տեսք ունենա։ Այս ուտեստը ես ռեստորանում եմ ճաշակել, ինձ շատ էր դուր եկել ու հետո սկսեցի պատրաստել նաև տանը։ Դե ինձ սիրելիներ, տեսեք որքան գեղեցիկ տեսք ունի, հիմա կհամտեսեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, անպայման պատրաստեք, հյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին, այ կտեսնենք, որ գոհ են մնալու, որովհետև սովորական մակարոնից տարբերվում է։ Այ հիմա կտեսնեք, չեմ խաբում։ Պետք է պատրաստեք, որպեսզի համոզեք, համեղ է թե ոչ։ Ափսեին է կպահեմ, որովհետև Անահիտիս համար եմ սիրում պատրաստել, իսկ ես սրանով կհամտեսեմ, կասեմ համ ինչպիսին է և ձեզ կասեմ հաջողություն, շատ համեղ է։ Երևի նկատեցիք սիրելիներ, որ տեսանյութը ձայնագրել էի, որովհետև ինչ որ տեխնիկական պատճառներով ձայնս անջատվել էր, ես այսպես հաջողություն եմ ասում ձեզ, հաջողություն։